Ողջույն բոլորին, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր միասին պատրաստում ենք խեցգետնի ձողիկներով եգիպտացորենով կանաչ աղցան։ Պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում։ Բաղադրիչները պարզ եւ հասանելի են, իսկ աղցանը ստացվում է չափազանց համեղ։ Չնայած որ դեկտեմբեր ամիսն է, ես աղցանների համար դեռևս ունեմ եգիպտացորեն։ Եգիպտացորենը այսպես ամբողջական 1-2 րոպե խաշելուց հետո թողնում եմ սառչի, այնուհետև դնում եմ սառցախցիկ։ Սառցախցիկից հանելուց հետո խաշում ենք ավելացնելով աղ և մի փոքր շաքարավազ, հիանալի է աղցաններ պատրաստելու համար։ Մանր կտրատում ենք նախապես լվացած ջրազրկած 1 կապ հազար, որը ֆոլաթթվի աղբյուր է։ Հազարը և եգիպտացորենը լցնում ենք աղցանամանի մեջ, նախապատրաստում ենք մնացած բաղադրիչները։ Բարեկամներ, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Քանի որ վարունգը շատ մանր է, հենց այսպես օղակաձև կտրատում եմ։ Աղցանի համար մեզ անհրաժեշտ է նաև 90 գրամ խեցգետնի ձողիկներ։ Եթե սիրում եք խեցգետնի ձողիկներով բրնձով աղցանը, ապա ամանորին խորհուրդ կտամ պատրաստել հենց այս բաղադրատոմսով, առանց բրնձի։ Իսկ ինչու, որովհետև բրնձով պատրաստված աղցանը հաջորդ օրը նույն համը չի ունենում, քանի որ բրինձը փոխում է իր համը։ Խեցգետնի ձողիկները, ինչպես վարունգը շրջանաձև կտրատում ենք։ Մեզ պետք է 2 խաշած հավքիթ, որը բաժանում ենք խորանարդների։ Ամանորին ինչ աղցաններ եք պատրաստում, շատ հետաքրքիր է, գրեք մեկնաբանություններում։ Այս 3 բաղադրիչը լցնում ենք աղցանամանի մեջ և մնում է վերջում ավելացնենք համեմունքները։ Ինչպես տեսնում եք, պարզ, մատչելի, գույներով և վիտամիններով հարուստ աղցան է ստացվում, որը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի մոտ 10 րոպե։ Այս աղցանի մեջ թարմ կանաչիներ չենք օգտագործում, որպեսզի հազարի համը արտահայտիժ լինի։ Համեմունքներից ավելացնում ենք աղ և սև պղպեղ և 3 ճաշի գդալ մայոնեզ։ Բարեկամներ, այս աղցանը համեղ է ստացվում, երբ օգտագործում ենք մայոնեզ, այն մի փոխարինեք թթվասերով։ Մի լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն և կարելի է անմիջապես մատուցել։ Բարի ախորժակ։ Եթե այս աղցանը պատրաստելու եք ամանորին, պատրաստեք այնքան, որ 1 օրում վերջանա, քանի որ աղցանի մեջ կա ձու և խեցգետնի ձողիկներ։ Եգիպտացորենով խեցգետնի ձողիկներով աղցանը պատրաստ է, շատ համեղ է ստացվել և ախորժելի տեսք ունի։ Դե ինձ սիրելիներս, այսօր էլ այսքանը, պատրաստեք սիրով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում, բոլորիդ մաղթում եմ ուրախ տոներ։